Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու օրենսդրական նախաձեռնությունը քննարկելու համար ազգային ժողովը հուլիսի 1-ին արտահերթ նիստ կհրավիրի։ Հետևել եք իրադարձություններին։ Կառավարությունը շատ արագ է ուզում հեծը վերցնել Սամվել Կարապետյանի ձեռքից։ Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ կառավարումը։ Հայել ցանցը պետականացնելուց հետո Փաշինյանը կամենում է վաճառքի հանել այդ ընկերության բաժնետոմսերը։ Պետությունը, կառավարությունը կստանձնի Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարումը եւ այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով են գնում։ Սպառողների համար վատ սցենար է կանխատեսում էներգետիկ փորձագետը։ Հեծի պետականացումից ու վաճառքից հետո քաղաքացիները հնարավոր է կրկնակի թանկ վճարեն հոսանքի համար։ Պետք է մեր քաղաքացիները մի բան իմանան, եթե ասված չեն հեծը վաճառվի, ում ուզմա լինի թուրք թե լինի հայ, առաջին քայլը որ անելու են պահանջը դնելու են, դա սակագների կրկնակի թանկացում է։ Ըստ փորձագետների վատթարագույն սցենարը կարող է լինել հեծ բաժնետոմսերը թուրքական ադրբեջանական ընկերությունների վաճառելը։ Եթե Ադրբեջանից գազ ներմուծելը ԿՊԱ-ականները չեն բացառում, հեծը թուրքերին տալու մեջ էլ տարօրինակ ոչինչ չեն տեսնի, վստահ են փորձագետները։ Ոչ մի սցենար, վատագույն սցենարներից եւ ոչ մեկը մենք չենք կարող բացառել։ Հեծը պետականացնելը մասնավոր բիզնեսը խլելու փորձ չէ, այլ հանրային շահի սպասարկում, շարունակում են վստահեցնել Փաշինյանի կառավարությունում։ Մենք չենք կարող մեկ մարդու շահը գերադասենք հազարավոր, 100 հազարավոր, միլիոնավոր մարդկանց շահերից։ Մենք չենք կարող մեկ մարդու ասել դու ինչ ուզես կարող ես անել եւ օրինակ հազարավոր տնտեսվարողներ բիզնեսներ կորցնեն։ Էներգամատակարար ընկերության պետականացումը հնարավոր է մեծ խաղի մի փոքր դրվագն է միայն։ Կառավարության նիստում տարածքային կառավարման նախարարը վստահեցրել է, թե հիմա Հայաստանում արևային կայաններն այնքան էներգիա են արտադրում, որքան կարող է արտադրել 2 ատոմակայան։ Պատկերացնում եք, չնկատելով 2 ատոմակայան ենք ստացել եւ հիմա հարցը այդ 2 ատոմակայանի ինչպես կառավարենք։ Փորձագետները վստահ են, որ ատոմակայանի մասին հենց այնպես չեն հիշել Փաշինյանի կաբինետում։ Մեծամորի ատոմակայանը փակելը Թուրքիայի ու Ադրբեջանի տասնամյակների պահանջն է, եւ այս քաղաքաէներգետիկ խառը պատմությունը տանում է դեպի այդ պահանջի կատարումը։ Արմեն Մանվելյանը հիշեցնում է, Փաշինյանը Ստամբուլ գնաց Իգդիրում թուրք էկոլոգների ցույցերի ֆոնին։ Նրանք պահանջում էին փակել հայկական ատոմակայանը։ Թուրքիայից վարչապետի վերադառնալուց կարճ ժամանակ անց թափանցիկ ակնարկ է արվում, թե ատոմակայան կարող ենք եւ չունենալ։ Ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայից կրկնակի շատ հոսանք են տալիս արևային կայանները։ Թուրքիան օրինակ պահանջ է դնում ատոմակայանի փակման։ Թուրքիան Ադրբեջան բառացիորեն մի քանի շաբաթ առաջ Իգդիրում այսպես կոչված էկոլոգները, այսպես կոչված իբր թե ժողովարին եւ հերթական անգամ պահանջեցին, որ Հայաստանի մեծամորի ատոմակայանը փակվի։ Այսինքն շատ հնարավոր սա այս ամբողջ նույն խաղի մեջ Հայաստանի նաեւ էներգետիկ կախվածության մեջ բերելու թուրքական կողմից։ Փաշինյանի կառավարության ընդդիմախոսները կասկած չունեն, որ նրա Ստամբուլյան ուղևորությունից հետո Հայաստանում սկսված ներքաղաքական ցնցումների նպատակն է ճաղավանդակների հետևում պահել բոլոր նրանց, ովքեր ընդդիմանում են թուրքական պահանջների կատարմանը, Հայաստանի տնտեսության թրքացմանը։ Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան եւ Նորայ Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։